Ողջույն բարեկամներ, այսօր արդեն երրորդ հաղորդում եմ ձայնագրում, ձայնագրել եմ անպայման դիտեք Նինա Կարապետյանցի հետ հաղորդումը, Հայկ Մարտիրոսյանի հետ հաղորդումը, իսկ կարծում եմ շատ կարևոր դետալներ կան այդ քննարկումների մեջ, որոնք պետք է իմանալ մանավանդ այսօրվա իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար։ Չի ասի հիմա օրը բարի է, որովհետև կարծես թե պատերազմ սկսվեց Իրանի եւ Իսրայելի մեջ։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք հրթիռային հարված վճարել ոչ պակաս բնակելի շենքի վրա։ Գիտեք, սա ինչով է տարբերվում նախկին հարվածներից, նախկինումները եղել հրթիռակոծություններ եւ Իսրայելի կողմից դեպի Իրան եւ Իրանի կողմից դեպի Իսրայել, բայց ոչ մի անգամ բնակելի շենքեր, թաղամասեր չեն դարձել թիրախ։ Ես չեմ կարծում, որ սա պատահական վրիպում է, որովհետեւ իսրայելական տեխնոլոգիաները նրանք այնքան ճշգրիտ են, այդ հրթիռները, որոնք կարող են մետրերի, չեմ ուզում ասել միլիմետրերի տարբերությամբ, բայց մետրերի տարբերությամբ ճիշտ խոսել ընտրված թիրախը։ Այս պարագայում այստեղ դիտավորություն կա, թե սա կբերի մեծ պատերազմի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, թե Իրանը ինչ պատասխան կտա, բայց եթե սկսես մեծ պատերազմ, ուրեմն չկասկածեք, որ Ադրբեջանը իրագործելու է Թուրքիայի հետ իր վաղեմի երազանքը։ Իսկ ինչ է կատարվում այդ ժամանակ։ Ի դեպ, եթե չգիտեք ինչն է վաղեմի երազանքը, դա Սյունիքի գրավումն է։ Եվ ինչով է զբաղված հիմա Հայաստանի կառավարությունը։ Կարծում եմ բոլորս շատ լավ գիտենք։ Մեզ ոչինչ այս պատերազմի մեջ չի կարող օգնել։ Տեսեք, ընդամենը 2-3 օր առաջ էր, որ արդեն կար համաձայնություն Թրամփի հետ, որ սկսել են բանակցություններ այդ միջուկային զենքի վերաբերյալ։ Իսկ Թրամփն ասում է, որ գիտեք, այս կարող է բանակցությունների ժամանակ Իսրայելը խփի Իրանին, որը շատ վատ կլինի Ամերիկայի համար։ Ընդամենը 3 էր, որ Նետանյահուն հանդիպեց Թրամփի հետ ու այսօր հարվածում է Իրանին։ Պետք է բոլորին հիշեցնեմ, որ վերջի 1 ամսվա մեջ, ամիսի կեսվա մեջ Նետանյահուն եւ իր պրոպագանդիստները շատ դժգոհ էին Թրամփից, որ ինքը հեռանում է Իսրայելից, սկսել է Իրանի հետ բանակցությունները։ Մի խոսքով, կարողացան Թրամփին բերել իրենց դաշտ, որ երբեք հանկարծ Իրանն ու Ամերիկան ուղիղ չկարողանան խոսել, որ երբեք ընդհանուր հաշտման համաձայնությունների եզր չլինի։ Հասկանաք, Իսրայելը դարձել է տարածաշրջանի Ռուսաստանը, որը ամեն ինչ անում է, որ հանկարծ հարևանների լարված հարաբերությունների մեջ ոչ մի լուծում չլինի։ Իրեն պատերազմ է պետք։ Նետանյահուն, ինչպես Պուտինը, ինչպես Ալիևը, դրանք սնվում են քաոսով, պատերազմով, ինչը նաև Փաշինյան Նիկոլը։ Ուղղակի Փաշինյան Նիկոլը կատարել ոչնչություն է այս համեմատությունների մեջ, որ ինքը պատերազմ նախաձեռնի։ Հա, ի տարբերություն Իրանի, ներողություն, տարբերություն Իսրայելի եւ Ռուսաստանի։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ մոտ էր եւ Թրամփն էլ խոստովանում է, որ շատ մոտ էին համաձայնության համար, բայց Իսրայելը էլի խափեց, էլի ոչ թե խափեց, ընկավ մեջտեղ։ Ես չգիտեմ ինչ ներկայացեցին Թրամփին, ինչ համոզեցին, դա հերթական կաշառքներ, դա չգիտեմ կոմպրոմանտներ ներկայացված, բայց Թրամփի հետ հանդիպումից հետո ընդամենը 3 էր Նետանյահու հանդիպում Թրամփի հետ Վաշինգտոնում, այսօր խփեց Իրանին։ Սա ես չգիտեմ ոնց կարա դառնա, ասում սա առաջի դեպքը չի, բայց առաջի դեպքն է, որ խփում են բնակելի շենքերին։ Ես չեմ վարանա ասել, չեմ կասկածի ասածից վրա, եթե նորից շեշտեմ, որ Իսրայելը փաստացի ֆաշիստական երկիր է, ցեղասպան երկիր։ Ինչպես նույն մեթոդատավարությունն է, ինչպես Ռուսաստանն է։ Սա չի նշանակում, որ ես ամբողջ հոգով հրեաների դեմ եմ կամ ինչ-որ հրեաների դեմ բանում եմ։ Ես միանգամից հասկանում եմ դեռ ինչա գրելու, բայց այս պետությունը
այս պետությունը ինչ որ կա Նետանյահու գլխավորությամբ, սա հակամարտկային, հակաօրինական կառավարություն է, որը բացի հանցագործություններից դեռ ոչ մի բան չի արել այս վերջի մանավանդ այս վերջի 5 տարվա մեջ։ Սկսած Ադրբեջանին օգնելու process-ից Հայաստանի դեմ պատերազմի ժամանակ միջև պաղեստինցիների ցեղասպանությունը արդեն տարիքեսա հիմա էլ հարձակվում է Իրանի վրա եւ հարձակվում է հենց բնակելի տարածքների վրա։ Այնպես որ իմ համար այո, այս կառավարությունը այսօր ինչ որ կա Իսրայել կոչող դա ֆաշիստական ցեղասպան կառավարություն է։ Եթե կարողանան Իսրայելի բնակիչները փոխել իրենց կառավարությունը, ինչպես Այսին իսրայելցիները կարան դարբերություն ռուսներին, բայց քանի չեն փոխել, իսկ ես գիտեմ, որ այնտեղ կան մարդիկ, որոնք համաձայն են այս ամեն ինչի հետ, ուրեմն իրանք էլ են մտնում այդ ֆաշիստների մեջ, առանց կասկածի։ Եվ այսպես, գանք Հայաստան։ Ես դեմ կնայ։ Ասում Թուրքիա գնա, հանդիպում Էրդողանի հետ։ Հարցնում են գնալու եք թե չեք գնալու, ինչ օրակարգ կա, ոչ մի ձայն, ոչ Մեհեր Գրիգորյանն է պատասխանում հարցերին, ոչ այս ճիվաղի մամլոխոսնակն է պատասխանում հարցերին, ոչ երկում են, ոչ հաստատում են։ Գնում է որ զեկուցի, թե ինչ արել արդեն եկեղեցու նկատմամբ եւ ոնց է հարցերը լուծվելու հետագայում։ Արդյոք իրենք կարող են հաղթահարել ժողովրդական այն դիմադրությունը, որոնք ծառացել է իր նկատմամբ։ Եվ եթե չկարողանան հաղթահարել, բայ դա վերջը ոնց է լինելու, Թուրքիան իրեն ոնց է օգնելու, արդյոք ուղարկելու է այն հատուկ ջոկատայիններին, որոնք խոսացել է Թուրքիան Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովելու համար։ Իսկ սա կատակ բան չի։ Թուրքերը խոսում են դրա մասին, ես վստահ եմ, որ իրենք խոստացել են եւ հիմա էլ գնում են երաշխիքները ստանալ։ Բա որ հանկարծ ես չկարողացա եկեղեցուն հաղթել։ Ինձ կհոշոտի ժողովուրդը։ Փաշինյան Նիկոլ, ես քեզ պետք է ասեմ մի բան, քեզ հոշոտել է ժողովուրդը ամեն ձևով։ Նույնիսկ եթե Գարեգինը հրաժարական տա, նույնիսկ եթե Թուրքիայի գործակալ են, չգիտեմ, Սահակ Մաշալյանին բերեք նշանակեք կաթողիկոս։ Ժողովուրդը քեզ sense տենենց հոշոտելու է, որովհետև միջև հիմա քեզ չի խնայել, որովհետև կաթողիկոսն է եղել, ասենք Գարեգինը։ Ժողովրդի համար Գարեգինը կաթողիկոս է թե չէ, ինքը դա մասին չէր էլ մտածում, հա։ Բայց դու ամեն ինչ արես իրես ընթացքում, որ կտրես բոլոր հնարավոր կապերը եւ կտրես անցնես ջնջես բոլոր այդ հնարավոր կարմիր գծերը, որ թողես գետ մեկ մարդ, որ քո նկատմամբ կարող է լոյալ լինի։ Էրդողանը քեզ չի փրկելու։ Երևի հիշում եք, որ երբ որ ես երեք խոսում էի այն ցուցակների մասին, որ Փաշինյան Նիկոլը կազմում է իր մոտ, այն խմբերի ղեկավարությունները, որոնք պետք է ընտրվեն նախորդ, հա, կոորդինացիան իրականացվի վերադառնա գրավելու համար, ես ասում եմ, որ շրջանառվում է Արծրուն Հովհաննիսյանի անունը որպես այդ ամբողջ օպերացիայի ղեկավար։ Դա ում պետք է նշանակեն, որովհետև ինչ որ մեկին պետք է նշանակեն, Փաշինյան Նիկոլ ինքը չի կարող։ Ոչ էլ Աննան Հակոբյան։ Եվ եզրակացություն, եթե երեք եզրակացություն էր, այսօր Արծրուն Հովհաննիսյանը ոչ մի տեղից ի հայտ եկավ եւ ասում է պետականությունն է բարձրագույն ու անքննելի արժեքը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը պատիվ ունեմ, ինքը ասում է պատիվ ունի, պարոն Կարճապետ։ Դե անշուշտ Արծրուն Հովհաննիսյանի համար Նիկոլ Փաշինյանի գոյությունը կենսական գոյութենական նշանակություն ունի, որովհետև ոչ մեկ չի մոռացել, որ 5 տարի առաջ Հայաստանի հայ զինվորի նկատմամբ իրականացված կոտորածը կազմակերպեց, իրականացվեց Արծրուն Հովհաննիսյանի քարոզչության քողի տակ, այսինքն սուտ քարոզչության քողի տակ։ Եվ ես վստահ եմ, որ հաստատ օրենսգրքում հոդված կա, որով օրինակ Արծրուն Հովհաննիսյանը մեղադրվում է ծանրագույն հանցանքի մեջ։ Մոտավորապես տենց մի հոդվածով է, պետք է ձեզ ասեմ, որ Նյուրնբերգում դատեցին հենց բոլոր պրոպագանդիստներին։ Հա, նրանք զենք չէին վերցրել, նրանք մարդ չէին սպանել, բայց նրանց էլ դատեցին։ Իսկ այս պարագայում Արծրուն Հովհաննիսյանը հասկանում է, որ հազարավոր սպանված երեխեքի ծնողներ գուցե եւ իրենք չներեն, ինչի պետք ներեն, որ իրենց հույս է տալի, որ ձեր տղայի մոտ ամեն ինչ նորմալ է, ապացում է իրենց տղային առաջին օրն էին արդեն սպանել։
հա, որ դուք մի անհանգստացեք, զինվեք եւ գնացեք ճակատ, որ ձեզ արդեն պատրաստի սպասում են սպանելու համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասեր, մենք սկզբից էլ կարող էինք կանգնացնել, ուղղակի այսքան զոր չէր լինի, իսկ ով ապահովեց այդ բոլոր զոհերը, հիշում եք, Արծրուն Հովհաննիսյանը, հանգստացնելով, ոգևորելով, որ ճակատում ամեն ինչ լավ է, ծանոթ, բայց մենք հաղթում ենք, իմիջիալոց ոչ միայն Արծրուն Հովհաննիսյանը, ես երբևէ այս մասին չեմ խոսացել, բայց ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ պատերազմի օրերին հայկական հեռուստաընկերությունները, Հ1-ը մասնավորապես, ձայնագրում էր կարճ հոլովակներ, որտեղ ճակերտավոր եմ ասում, հայտնի մարդիկ կոչ էին անում գնալ հայրենիքի փրկության։ Հանրապետության առաջին ալիքը ինքնագլուխ ոչ մի տեսահոլովակ չի նկարի կյանքում, որտեղ դա ծախս է, ցույց տալը դա եթերային ժամանակ է, դա փողալերյան կարող են գովազ ցույց տալ, այդ ծախսը չեն անի այդ ռոլիկները նկարելու համար եւ այլն եւ այլն։ Ինչ ստացվեց։ Փաշինյան Նիկոլը, որի համար Արցախը Ադրբեջանը հրամայել էր իր խոսափողին, որ հրավիրեն հայտնի մարդիկ, որոնք կոչ կանեն գնալ մարդկանց այն տարածքում կռիվտան, որը իր համար Ադրբեջանն է։ Հիմա այդ խոսացած մարդիկ, որոնք օգտագործելով իրենց ազդեցությունը, հեղինակությունը մարդկանց կոչ էին անում գնալ Արցախ կռիվ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանին հարցրեցին, կներեք, եթե Արցախը Ադրբեջան էր, դուք մեզ ինչու եք նկարում, ինչու եք կոչ անում, հա, եւ մեր հեղինակությունը օգտագործում, որ այս մարդիկ գնան Արցախ։ Չէ՞ որ ցանկացած Արցախ գնացած կամավորի նկատմամբ այս կոչ անողները եւ այս քարոզիչները պատասխանատվություն ունեն, չէ՞։ Իրանք օգտագործել են իրենց հեղինակությունը մարդկանց կոչանելով գնացեք Արցախ։ Հիմա հարց լեգիտիմ։ Ես հիմա անազգանելով չեմ հիշում, բայց երևի դուք կհիշեք, եթե հիշում եք գրեք։ Այդ արտիստները այն պահին, որ Փաշինյան Նիկոլը ու առայսօր հայտարարում որ Արցախ Ադրբեջանը, քանի հոգինա հրապարակայինորեն անիծել կամ բողոքել կամ հարց տվել, որ պարոն Ճիվաղ, եթե Արցախը Ադրբեջանա, դուք ինձ ինչու ստիպեցիք կամ չստիպեցիք, գայթակղեցիք կամ փող տվեցիք դրա համար, ամեն դեպքում դուք օգտագործեցիք իմ հեղինակությունը, որպեսզի այդ մարդկանց տանեք Ադրբեջան, հա, Ադրբեջան, ես Արցախի համար էի կոչ անում։ Ես ոչ մի նման ձայն չեմ լսել։ Այստեղից հետևություն։ Կամ այդ մարդիկ թքած ունեն իրենց արածի վրա եւ համարում են, որ այո, իրենց հեղինակությունը կարելի է օգտագործել մարդիկ տանել սպանելու համար, կամ դրա դիմաց ստացել են բավականաչափ գումար, որ իրենց համար արդարացվում է իրենց իրականացած քարոզչությունը։ Հիմա այս ցանկացած մեկին ուղղակի պետքա հիշել ովքեր են։ Ես գիտեմ, որ process-ը կա։ Հիմա որ մենք հետ նայենք, եթե դուք հիշում եք անունները, գրեք։ Եթե չեք էլ հիշում, ես վստահ եմ, որ այս դիտողների մեջ մարդիկ կան, որ նույնիսկ նրանց ճանաչում են։ Ասեք Վարդան Հակոբյանը ուղիղ ձեզ հարց է տալիս։ Պարոնայք, դուք այսօր այդ միասին ժողովրդի մոլորեցնելով ուղարկել եք ճակատ։ Այդ ժամանակ վստահ եմ դուք չգիտեիք, որ դա Ադրբեջանը ասվելու մի օր, հա։ Վստահ եմ, որ դուք մտածում եք դուք կարևոր գործ եք անում, նենց հուզախառն, սենց տեմբրով հայրենիքը մեզ է սպասում, գնացին։ Բարի, բա հետո դուք բողոքեցիք, որ ձեզ օգտագործել են սպանությունը իրականացնելու համար, որտեղ սրան դատ է հասնում։ Սա ամեն օրվա եթերով իրականացնում էր իմանալով հանդերձ սուտ քարոզչություն։ Դուք չգիտեիք, դուք հետո իմացաք։ Դուք ինչ արեցիք դրա համար։ Խնդրում եմ ես փոխանցեք Վարդան Հակոբյանը, ձեզ կոնկրետ հարց է տալիս։ Դուք դրա պատասխան ունեք։ Թե դուք մտածում եք դրա վեանցել գնացել է, վերջացավ գնաց, հա։ Չէ՞ թե չի լինում։ Ամեն մեկը ցանկացած ոք
պետք է պատասխան տա իր գործողությունների, խոսքերի եւ հետևանքների համար։ Միջև այս պատասխանատվության ինստիտուտը չմտնի գործատվության մեջ, մենք պետություն չենք կարող դառնալ։ Այսինքն դուրս է գալիս, ով ինչ ուզի կարող է անի, հետո մենք էլ նստում ենք, մտածում ենք, բայց ինչի սենց եղավ։ Ուրիշ ձև չի կարա լինի, եթե տենց նորմալ է։ Հիմա այս այդ մարդկանց անուն-ազգանունները չեմ հիշում, որ անուն-ազգանունով դիմեմ, ասեմ, հարգելի, չգիտեմ, էս, դու սենց բան ես արել։ Վստահ եմ այդ ժամանակ չգիտեի։ Հետո իմացա, ի՞նչ արեցիր։ Թե կոմալ մեկը, ասենք դու դրա դիմաց փողը ստացել ես, դու մտածել ես, դա քո աշխատանքն է եղել, գնացել ես, տեքստ ես կարդացել, էլի, չգիտեմ, նու պագազի ես թարգմանել ընդեղ, հա։ Ազվուճկա արել, ասեն, չգիտեմ, կամ մի հատ կինո են թարգմանել, դու տակը խոսացել ես, հա։ Կամ ասենք գովազդի տեքստ ես կարդացել։ Ու դու համարում ես, որ դու գովազդի տեքստը կարդացել ես, ու դրանով քո միսիան վերջացել է։ Ոչ։ Գովազդի տեքստը կարդացողի դեմքը ցույց չեն տալիս։ Գովազդի տեքստը մարդը որ գնում է ապրանքառումը տենում է լավաճի, շփրկումը դառնում վերջանում ամեն ինչ։ Այսինքն դա մինիմալ վնասն է, որ գովազդ կարդացողը կարող է տա։ Որի դիմաց ինքը վճարում է, որի հետ ոչ մի կապ չունի ինքը, պատասխանատվություն չի կերում, որի դեմքը չի օգտագործվում։ Ձեր դեմքը օգտագործվել է այս հանցանքների համար։ Դուք ունեք պատասխան տալու։ Մտածեք, որովհետև ոնց ուզում է լինի, սարը չի հանդիպում, բայց մարդը մարդուն այսպես թե այնպես հանդիպել է, մանավանդ փոքրիկ Հայաստանում մանավանդ այդ խոսացողները, որ տոկարներ չէին, քարտաշներ չէին, թողներ են իսկ քարտաշներն ու տոկարները։ Դրանք արվեստի ոլորտի մեդիա մարդիկ են, որոնց դեմքը ինչ-որ մի բան նշանակում է։ Այնպես որ եթե դեմքը մի բան նշանակում է մենք ոնց ուզում արին այդ հանդիպել։ Այդ հարցի պատասխանը ես սպասում եմ։ Հիմա գանք այս եկեղեցու հետ կապված հարցերին։ Մենք բոլոր տեղից հիշում եք երեք ցուցակով գնում էինք, ուրեմն վրացահայերը արտահայտվել են, հա, ֆրանսիահայերը արտահայտվել են, կանադահայերը արտահայտվել են, ես երեք վստահ եմ, որ Շվեյցարիայից էլ անպայման գալու, հա, ինչ էլ ասում, Շվեյցարիայի հայոց թեմն իր զորակցությունը հայտնում Արարատող Սուրբ Էջմիածին եւ Վեհապար Հայրապետին։ 4 կարող է էլի կա դեռ չգիտեմ, եթե կա խնդրում եմ ուղարկեք, գրեք, եթե չկա անպայման արեք, ու սա պրոբլեմը ճիվաղին, որը մտածում է գնա Թուրքիա լրացուցիչ կոնսուլտացիա կամ օգնություն ստանալու համար։ Շնորհակալություն շվեյցարիներին, ես նման հայտարարություններ սպասում եմ, այո, այս երկրորդ անգամ արդեն վրացահայերն ասում են սրա մասին, բավականին ակտիվ են, մնացած բաներին եմ սպասում, ես հայկական կենտրոններից եմ սպասում։ Երեք, եթե հիշում եք, ես խոստացա, որ ոչ մի պրոպագանդիստ չի մնալու չնկատված, որը այս փուլում կփորձի Փաշինյան Նիկոլին օգնել այս հրեշավոր ծրագիրը իրականացնելու համար։ Եվ այսօր տեսնում եմ, որ այս կիսամերը, որ արդեն Շիրիմյան ազգանունն է, ինքը խոսում է դա մասին։ Դե տեսենք ինչ ասում։ Ուսակերոնությունը վերաբերում է վարդապետ։ Այդ ձեն չունես։ Ուսակերոնությունը վերաբերում է վարդապետ եւ վերև, եթե պաշտոններ են հիերարխիայում։ Ուրեմն հետո arczepiskopos եւ այլն։ Ով որ չի ուզում ուսակերոն ծառայել Աստծուն, Հայաստանին, ինչ որ կուզեք, չի դառնում ուսակերոն եւ վարդապետ։ Գնում է քահանա է դառնում։ Իսկ սրանք տեսեք ժուլիկները, ուրեմն հանք ուսակերոնության երթում են տվել, ուրեմն հավատ չունեն Աստծու հանդեպ։ Ուսակերոնություններ չեն պահել։ Ուրեմն բայս սրանք հոգեվորական է։ Դե հələ դեռ չեն պահելը պետք է դեռ Չէ, ես չեմ ասում, ով որ վիճում է, գործը չի, ոնց գործը չի, դու կարող է Պուտինին եք ես զեկույց տալիս, հայ ժողովուրդը դիմանա, ոչ թե ստուգի, դուք բարոյական եք, թե չէ, վարդապետից մինչև կաթողիկոս, տարերի ընթացքում մեր ժողովուրդը հոգևորական են գիտեք։ Բարոյական եք, թե չէ։ Հիմա չգիտեմ, դու բարոյական մարդ ես։
Ես հարց եմ տալի։ Այ բազմասերափող, դու բարոյական մարդ ես։ Ու դու քեզ թվում է, որ եթե դա խախտել է, նշանակում է երկիրը պետք է հանձնել թուրքերի։ Ինչ գործը, նո դասի, չէ, դա մեր գործը չի։ Քո վարչապետը սահմանադրությունն է խախտել։ Դու բարոյականություն ես խոսում, լինելով աշխարհի ամենաբանբարոյականը։ Դու 5 տարի է, հələ մնացածը թողում մի կողմ, 5 տարի է, դու սերիական մարդասպանի քարոզն ես անում։ 5 տարի, ես քեզ ոչ մի անգամ չեմ անդրադարձել հələ մեծ մասշտաբով, որտեղ դու ոչ մի կալիբրի չկան դե կալիբր չունես դու ընդհանրապես արժեք չունես, բայց այսքան որ խոսք էի տվել, ասեսուն այդ սարվերով անցնեմ էլի։ Չկա ունի բարոյական թե բարոյական չի։ Սահմանադրության դիմաց պատասխանատու չի ոչ մի ձև եւ ոչ դու, ոչ քո վարչապետը, ոչ Էրդողանը, ոչ Էրդողանի ագենտը իրավունք չունեք Հայաստանում կրոն փոխել, բան փոխել, կաթողիկոս փոխել։ Դուք ով եք вообще։ Ասում եմ քո վարչապետը սերիական մարդասպան, հանցագործություններ, այսպես։ Հիմա էլ ինչ որ անում է, դա հանցագործություն է։ Քո գործը ո՞րը պետք է լիներ։ Մեկու ցույց ձմեռ է մնացել քեզ էլի։ Բայց այսքան անփառունակ մարդ ապրի այսքան տարի, այսքան անփառունակ մահով լթա։ Դու քեզանից հետո ոչ մի բան չես թողում ես երկրի վրա ապրել։ Քո այսօրվա մի բու լապ ավելի կարևոր է, քան այս ամբողջ ժողովրդի այս մի հատ երկրի ապագա։ Դուք որ գնում եք գիշերը քնելու, այլու մեջ նայում եք, գնում եք լվացում եք ունի առավոտները, բայց ձեզ նայում եք ձեր աչքերին։ Ձեզ դուր է գալի։ Ձեր դեմքը, ձեր արածը։ Նիկոլ, չկա, արա, մոռացեք։ Այ Էրդողանի ճտեր։ Չկա, դուք էլ չկաք։ Դուք տոկոս չեք կազմում նույնիսկ։ Ոչ մի ձև, ոչ մարդկային, ոչ հեղինակության, ոչ գաղափարական, ոչ բարոյական։ Ես հերթով եմ անդրադառնալու, ես էլ չեմ նայելու, մեծ է, փոքր է, սա խոսքը արժեք ունի, արժեք չունի։ Պետք է անդրադառնալ, որ հանկարծ դուք չմտածեք, sense ասեցիք, անհետևանք գնաց։ Ես գիտեմ, որ քո խոսքը Շիրիմյան 5 հոգու Հայաստանում չի ուզում։ 5 հոգու։ Եթե իհարկե այդ 5 հոգի կա, կարելի է գտնել։ 5 հոգու քո խոսքը չի ուզում։ Բայց դե նոյան տապաններով պետք է պրոպագանդիստերին կանչի, չէ՞, բա չի կարող նորմալ մարդկանց կանչել։ Պատասխանը չուշացավ։ Հիշում եք, որ ասում էի, մաֆիան չի ներում։ Ընդհանրապես այդ լավ պրակտիկա է։ Լավ պրակտիկա է ոչ թե որ մաֆիա կա, չէ, որ կանոններ կան։ Ես չգիտեմ միջև ուր կգնա Պետրոսյան Լևոնը, միջև որ խազը, որտեղ առաջին անգամ չի ոսան ասում են սրբա պիրց, դավաճան կապիտուլյան, միշտ էլ ասվել է, բայց այս բանը բարձունքը էլ չեն հասել։ Դասի եթե հայ ժողովուրդ հազար Ռուսաստանի կայսրին հաղթարեց, Նիկոլին նման մի ազգադավն ու սրբապիրցն ինչ է, որին չհաղթահարի։ Այնպես որ Փաշինյան Նիկոլ հարազատ հորը բնութագրմամբ դու նույնպես սրբապիրց ազգադավ ես։ Այ քո այս դեմքի նայողը ուրիշ բան չի կարող մտածել, ուրիշ բան։ Հիմա ես կողքի թափոններին եմ ուզում անդրադառնալ։ Դուք եք թուրք։ Իմ մոտ խորին համոզմունք կա, որ դուք եք թուրք։ Ու ձեզ խոսք են տվել, քանի որ դուք թուրք եք, ձեզ խնայելու են։ Էրդողանը ձեզ այդ երաշխիքները տվել է, թե Նիկոլն է տվել։ Մարդ ինչքան պետք է իդիոտ լինի, որ Նիկոլի խոսքին կարողանա հավատալ։ Ցույց տվեք մեկին, որին Նիկոլը հավատալիմ է եղել։ Ցույց տվեք։ Ձեզ էլ է ծախել։ Ձեր ապագան շատ վատ է։
շատ այն կողքերին չխանձած խոզից սկսած միջև այս կողքերով անընդհատ պատտվող այդ իբր թիկնապաներ դուք հայակործան ազգադավ ազգասպան ոնց որ այնպես թայլաթը չի նույն կարգի մի բան էլ ընդ որում ընթացող է ընթացքի մեջ սա չի վերջացել այդպես մեկին եք սպասարկում սա է անպատասխան չի անցնելու դուք չեք ասել դա մեր աշխատանքն են կանում չի լինելու այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը լրի ճիշտ ասում ուղղակի ես չգիտեմ ինչու ուր կգնա ինքը բնականաբար ես սենց եմ մտածում որ սա բան է ուղղակի պատասխանել որ ինքը չէր կարա կուլ տալ այդ վիրավորանքը բայց սա ինձ ավել Տեր-Պետրոսյանը չի գնա որովհետև կենտրոնին դեռ կենտրոնին որին երկուսն են ծառայում են Փաշինյան Նիկոլը դեռ պետք է հիմա գանք կաթողիկոսին Գարեգին մեկը քեզ բոլոր հնարավոր ձևերով նվաստացնում, ոչնչացնում ու աշխատել են կործանեն ամեն ձևով։ Հիմա Բաքուն փոխում է հայկական մշակույթը վերափոխելով ծիծեռնավանքը։ Ասելիք չունես։ Մի հատ ձայն անի, տես Նիկոլը ոնց է թռնում վերև հիստերիայի մեջ։ Ժողովուրդն կասի, մեր կաթողիկոսը մեր հայկական ժառանգության մասին մտահոգված է։ Բայց ձեն անի մի հատ փրկությունը ժողովուրդն է, կես Կրեմլը չի փրկելու, որովհետև իմ խորին համոզմամբ Նիկոլը ամեն ինչ համաձայնեցել է արդեն, քեզ ժողովուրդն է պահել, ոչ թե Կրեմլը, ընդհանրապես երկրում ով հույսը դրել է Կրեմլի վրա, ոչ ոք չի կարողացել մնալ իշխանության մեջ, ով հույսը դրել է Կրեմլի վրա, չնայած էլ հակառակներ չունենք, այդ հարցին բոլորն էլ հույսները դրել են Կրեմլի վրա, բայց քո պարագայում Գարեգին դու կարող ես հույսը դնել մենակ ժողովրդի վրա, թեկես բայց ժողովուրդը կպայի, ուրիշ ոչ մեկ։ Խոսա ձեն անի, թող Նիկոլը մի հատ հիստերիայի մեջ բարձրանալու վիշնի, որովհետև քո ամեն մի խոսքը Արցախի եւ Արցախի ժողովրդի իրավունքների, նրա մշակութային ժառանգության պահպանման մասին, սրան հանում է օթերով։ Ասա էլ մարդերի։ Հիմա ուզում եմ սրա մասին խոսամ։ Սա Նիկոլի թալիշ տեսակն է։ Սա կենսագրությունն է ով կարդասի, սա ազգությամբ թալիշ է։ Ու ամենահավատալիներից է, որ ծառայում է բանում, Ալիևին։ Երևի գիտեք Ալիևն ինչ անում։ Մի խոսքով սա ադրբեջանական Նիկոլն է կամ ադրբեջանական Մարգարիտա Սիմոնյանը։ Չնայած որ թալիշ ժողովուրդը հալածանքների եւ կտանքների մեջ է Ադրբեջանում ինքը ամբողջ սրտով ծառայում է Ադրբեջանին։ Կերծում է պատմությունը ամբողջ քարոզչությունը հակահայկական վերցրած է իր վրա, այսինքն մենակ իր վրա չէ, ինքը ամբողջ բանով իր ռեսուրսներով լծված է այդ ծրագրի իրականացմանը, պատմության խեղաթյուրում, հա Ղարաբաղի հայկական եկեղեցիների ինքնության ժխտում, մի խոսքով, այստեղ մի ամբողջ ցանկ կա սրա հանցանքների նստած, մասնավորապես խաղաղության փոխարեն կրոնական սադրանքներ, ընդհանրապես պետք է ասեմ, նույնիսկ իսլամը պատերազմ քարոզող կրոն չի իր օրիգինալի մեջ, մարդկանց մեջ բան կա, հին իսլամից բան կա, տպավորություն կա, որ իսլամը ամենախաղաղասեր կրոնն է, բայց սա իրանց մեկնաբանությունն է նաև իսլամի վերաբերյալ։ Մի խոսքով, ու սա է այսօր որոշում Հայաստանում ինչա լինելու, ասենք մի երկու տարուց հետո ըստ սրա պատկերացմամբ կարող արդեն Նիկոլի հետ նույնիսկ պայմանավորվել է, որ Երևանում ու Էջմիածնում իրանք ունենալու են իրանց նստավայրերը ու հենց դա լինելու է հայկական եկեղեցու փոխարեն։ Մարդը այս կարծիքին է, մարդը վստահ է ու հայտարարում է դրա մասին, որ իրանք լինելու են տարածաշրջանում, հայկական Հայաստանում, հենց ասում եմ Երևանում ու Էջմիածնում ամենատարածված ու ազդեցիկ կենտրոնները, կրոնական, որ նշանակում է չկա հայ առաքելական եկեղեցի, որովհետև հայ առաքելական եկեղեցին Հայաստանի տարածքում եղել է ամենաազդեցիկ կրոնը 1700 տարի արդեն,
Չնայած որ արաբներն են այստեղով անցել, մողոլներն են անցել, սպարսիկներն են անցել, սելջուկներն են անցել, բայց կրոնական իմաստով ամենաազդեցիկը մնացել է միշտ հայ-արաբելական եկեղեցին։ Սա հայտարարում է, որ իրանք են լինելու շատ շուտով ժողով։ Երևի ասում Նիկոլի հետ արդեն պայմանավորվել են ամեն ինչ եւ ինքը շատ վստահ է իր հայտարարությունների մեջ եւ ուղիղ Նիկոլին ասում է ինչ անի։ Մսել իրականացնի։ Ադրբեջանի այս պայմանավորված պատերազմի հետ կապված այսօր Վանեցյանն է հայտարարությունը արել։ Սա մենակ Ադրբեջանում են նշում Կուրբան Բայրամը, որ ձեր վարչապետը շնորհավորում է։ Դե թող հերքի, որ Արցախը նախնական պայմանավորվածություն արդյունքում չի հանձնել Ադրբեջանին։ Սա ասում է Արտուր Վանեցյանը։ Հիշեցնեմ ով է Արտուր Վանեցյանը։ Արտուր Վանեցյանը մինչև 20 թիվ եղել է Հայաստանի անվտանգության ծառայության պետը։ Այսինքն հեղափոխության ԱԱԾ-պետը Արտուր Վանեցյանն էր, որը դուրս եկավ բնորոշելով Նիկոլ Փաշինյանին, որ ինքը հախուռն, չկազմակերպված, անկառավարելի իդիոտի մեկն է։ Բայց մինչև դուրս գալը ինքն խոստովանում, որ Դուբայում ինքն էր ծածկած պապկեքը ծրարները փոխանցում Ալիևից, Նիկոլից Ալիև։ Ու հիմա ասում է, թող հերքի, որ Արցախը նախնական պայմանավորվածության արդյունքում չի հանձնել։ Այսինքն ինքը վստահ է, որ դե ինքն է չէ կազմակերպել, ինքն է եղել այդ միջնորդը նամակների փոխանցության, այսինքն ինքը հանցակից է։ Եվ ասում է դե թող ասի, որ Նիկոլը հանցագործ չի։ Արտուր Վանեցյան, նայ, դու այս ամեն ինչի մեջ տեղյակ ես եղել, ի սկզբանե 18 թվականին քեզ պատահական չէ նշանակել ԱԱԾ-պետ, մինչև 20 թիվ, հա։ Դու այդ նամակները տանող բերողն ես եղել։ Եվ ընդհանրապես KGB-ում էլ քո մասշտաբի հասած մարդը, որ պետ է աշխատել, չէր կարող տեղյակ չլինել ընդամենը 7-8 ամիս հետո ինչա լինելու։ Որտեղ այն ինչ որ կազմակերպվել է, հաստատ չի կազմակերպվել 2 շաբաթվա մեջ։ Ճիշտ եմ։ Ոչ ես կարող ասես այդ կարգի դավաճանությունը պետք է կազմակերպվել 2 շաբաթվա մեջ։ Չէ։ Հասուն դու այս ամեն ինչից տեղյակ ես եղել։ Ու դու հիմա ասում ես դե ինքը փորձի հանկարծ ասի ամեն ինչը կազմակերպված նախնական պայմանավորվածությունները չի եղել։ Բա միջև մտ ասուլիստ է, կանխարգել էր այդ ամեն ինչը։ Հիմա ասուլիստ ու ասա ես ԱԱԾ-պետ եմ եղել, արել եմ այս հանցանքները, տեղյակ եմ եղել, օրինակ, որ այս պայմանավորվածությունն է եղել, սա դիմաց այս մարդիկ փողեր են ստացել։ Ասում եմ KGB-ում դու պետ ես եղել։ Ոչ մի բան գաղտնիք չի, որտեղ ամբողջ եղել է վերահսկողության տակ։ Կապերից սկսած մինչև միջնորդներ, փոխանցումներ, ով ինչ գործ պետք է իրականացներ, ամեն ինչ, որովհետև եթե դու նույնիսկ տեղյակ չես եղել, եթե հաշվենք, ասենք, քո դուրս գալուց հետո այս ամեն ինչը եղել, հա։ Քո բոլոր ընկերները, աշխատողները, տեղակալները, օգնականները, խորհրդատուները, սա համակարգում են, չէ՞ եղել։ Բոլոր տեղյակ են եղել, չէ՞։ Կարող է դու բանին Աբազյանին չէի ճանաչում։ Աբազյանի միջև էլ էր ճանաչում հիմա էլես։ Այսինքն ոնց կարող է այս հանցանքների մասին այդ աստիճան կանգնած մեկը տեղյակ չլինել։ Ես գիտեմ, որ դու տեղյակ ես, դու էլ ասում ես, որ ես տեղյակ եմ, դե կարաս հերքի։ Հիմա ես հարց եմ տալի, բանակ ասում ես դու։ Վկայություն տուր։ Վկայություն տու, ասա Ժողովուրդ ջան, ես էլ իմ անվտանգության երաշխիքն ինձ ապահովեք։ Մեկ էլ մտածեմ քեզ ոնց ապահովենք։ Հիմա դու հաստատ նույն բանն ես ասում, բայց առանց մանրամասն իմանալու։ Ես ինչ իմանանք, բաղը Կոտոյանի նման, որ դու գնացիր։ Կիսաբերան ասած։ Մենք ոնց ենք հղում տալու, ասենք, Վանեցյանն են վկայություն տվել, որ դու այս մարդկանց հետ հանդիպում ես ունեցել, այսքան գումար ես ստացել սա դիմաց, այս եղել միջնորդ ես, իպողը տվել ես սրա համար, մասնակցել են սա։ Ասեք։ Դու չես կարող Վանեցյան ասես, որ այս մասին տեղյակ չեմ եղել։ Բոլորը տեղյակ եք եղել, Ալգիշտին էլ է տեղյակ եղել, դու էլ ես տեղյակ եղել, Իմիկ բանն էլ Աբազյանն էլ է տեղյակ եղել։ Բոլորը տեղյակ եք եղել։ Հիմա այս հայտարարությունը ում համար է, որ ասես գնա իշխանությունը հանձնի, թե չէ գաղտնիքներ հետ կասել,
Նիկոլը կոկորտը կկրծի, բայց իշխանություն չի տա։ Քանի դու չես խոսացել, որ ինքը տեղ չունենալու փախնի հերքելու։ Դու հիմա քեզ ինքդ սարքում ես թիրախ։ Արա KGB-ի աշխատող ես եղել։ Ինչ ոչ չէ մի բան սովորացել ես կյանքիդ մեջ։ Սես բան են անում։ Ասել ես ու չէ վերջ ասա։ Ամեն դեպքում վաղը լրագրողները պետքա բռնեն այս մարդուն, ասել ես, հա, դե հաստատի, ու սրա վրա էլ քրեական գործ կամ իրա վրա, Արտուր Վանեցյանի վրա, որ զրպարտում է վարչապետին, ամեն դեպքում ստե քրեական գործ պետք է լինի։ Այս մարդը KGB-ի պետն է հայտարարություն անում, որ պատերազմը եղել է պայմանավորված։ Սրա այս հայտարարության վրա KGB-ն պետք է վերցնի, այսօրվա KGB-ն է քննչական կամ չգիտեմ, քրեական գործ։ Կամ ինքը պետք է դատվի, կամ Նիկոլը։ Ասել ես ապացուցի։ Ոնց պետական դավաճանության մեջ ես մեղադրում։ Այն սրբի նման վարչապետի։ Բայց ես գիտեմ, որ սրբի վրա վարչապետի վրա այսքան ոդվածներ կան։ Խախտումներ, մենք էլ դա գիտենք։ Ոչ թե պատերազմի կազմակերպման միասնով, ընդհանրապես սահմանության խախտումներ ունաստով։ Չգիտեմ, Արտուր Վանեցյան, շատ անհասկանալի բան ես անում։ Ես արդեն քո համար անհանգստանում եմ։ Բայց վաղը ճիշտ կլինի, որ դու ասես ինչում ես կոնկրետ մեղադրում եւ ինչ գիտես։ Եվ այսպես Աշոտյանը եկավ։ Մի պաս հարցի պատասխանեք 26-ին Դավիթով թե Նիկոլով, այսինքն Դավիթ եք ընտրելու թե Նիկոլին։ Հիշում եք, որ բանը Նիկոլի այդ բան ունի, այդ պրիշիկ ունի Նիկոլը, անթրաշ թուրքական գործակալ է Ռուբեն Ռուբինյանը, հա, հիշում եք, որ ասես 26 թվականին ընտրությունը լինելու է Նիկոլի ու Ռոբի միջև։ Հիմա ասում են չէ, Ռոբը չի ուզում Նիկոլին ու Դավիթի միջև լինելու։ Սրանց թվում է ամբողջ մեր հայ ժողովուրդը միջև երկրորդ դասարան կրթություն ունեցող մասսա է։ Ինքը չի հասկանում, որ ասեն կարող է իրանցից այն կողմ աշխարհ կա։ Սրանց թվում է իրանց հայտարարություններով, իրանց այդ չեղած ռեյտինգով ու հեղինակությունով կարող է մի ամբողջ հազարամյա պատմություն ասել ժողովրդին ասի, ժողովուրդ, քո ընտրությունը այս երկու դեգեներատի մեջ է, հենց նայեք սրանց դեմքերը։ Այս երկու չստացված, չկայացած հանցագործների մեջ է քո ընտրությունները։ Աշոտյան, անկեղծ ասեմ, ես քո մասին ավելի լավ կապսիկ ունեմ։ Չնայած ոչ մի հարգանքի արժանիք չես, բայց ինտելեկտուալ առումով ես քո մասին մի քիչ ավելի լավ կարծիք ունեի։ Օրինակ, եթե լիներ քո եւ Նիկոլի մեջ, ես կասեի, հա, էլի ինչ-որ բան կա։ Լուրջ ես ասում, Դավիթի ու Նիկոլի մեջ է լինել, ամեն աշխատել։ Ինչ ենք արել մենք։ Ազգով ինչ վատություն ենք արա ձեզ արել։ Ինչ ենք արել ձեզ, որ դուք չեք կարողանում ներեք այս ազգին։ Ասում եք, եթե կարող լիներ Նիկոլը, ինչու չի կարող լինի Դավիթը։ Հա։ Ջոնի Բրջոնին բերեք թողնի, ինչ վատ կլինի, կամ ինչ տարբերություն։ Ինչ ենք արել ձեզ, այ ախպեր չէ։ Դե այսօր Ռուսաստանի օրնա, չէ՞, այդ կիսատ պետության, որը ընդհանրապես ասեմ, ոչ մի բանի հետ կապված չի այսօր, թե են ընտրել, ոնց են ընտրել, ոչ մեկ պատմության մեջ չի կարողանում բացատրել, թե հունիսի 10-ը ընդհանրապես ոնց կարող լինի Ռուսաստանի օր ու ինչի։ Բայց Ռուսաստանի հիմնական ներկայացուցիչ Մեհեր Գրիգորյանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ։ Մեհեր Գրիգորյան, Հայաստանի Ռուսաստանի մեջ երբևէ կառուցողական երկխոսություն չի եղել ու չի կարող լինել։ Եղել է բացարձակապես հրաման եւ հրամանին կատարել։ Սուս փուս ընդհանրեն եղել է, կա ու քանի դուք կաք, այդպես է լինելու է։ Բայց հաշվի առնելով ձեր բոլորի վստահության ռեսուրսը եւ Ռուսաստանի վստահության ռեսուրսը, ամեն ինչ ցույց է տալի, որ ձեզ բան չի մնացել։ Իսկ
Ռուսաստանի գոյության հարցը ընդհանրապես որպես պետություն շատ ավելի մեծ կասկածահարություն, ճիշտ ասած, քան ձեր հեղինակությունը Հայաստանում։ Ես սա մասին արդեն խոսել եմ։ Սրանն ես չեմ կարող չանդրադառնալ, էլի։ Սա որոշել է, որ բոլորին պետք է հասցնի ինֆարկտ։ Եվ ինչ ասում, մարդուն աղքատությունից պիտի հանենք։ Իրանք մեզ պետք է հանեն աղքատությունից մեզ կրթվելու եւ աշխատելու միջոցով։ Հայաստանում մոտավորապես 70% աղքատություն կա։ Ծայրահեղ աղքատության մեջ 35%, աղքատ մինչև 70։ Փաստորեն, ըստ էս ոչնչության, ընդ որում սա ասում է մի մարդ, ոչ կյանքում ոչ մի ժամ աշխատել է, ոչ կրթություն ունի։ Սա ոչ մի ժամ կյանքի մեջ աշխատել է, ոչ կրթություն ունի։ Կրթություն չունի, բոլորս գիտենք, սրա աշխատածը, նրա վրա կլաուզիա գրելով փող շորթելն է։ Սա պրոֆեսիոնալ փող շորթել է, եթե փող շորթելը աշխատանք է, ուրեմն սա աշխատանք է ունեցել։ Հիմա ես կրթություն չունեցած, աշխատանք չունեցած կյանքով մեկը մեզ փորձում ասել, որ հանրապետության 70%-ը անգյալ է եւ կրթություն չունի։ Հայաստանում ես օրինակի համար պետք է ասեմ, Հայաստանը ընդհանուր երկրների մեջ կրթական բասագույն կրթություն ունեցող եւ մարդկանց քանակով առաջատարներից է նախկին սովետական միությունում հաստատ։ Երկրորդ, եթե առաջինը չի, երկրորդն է հաստատ։ Ասում բնակչության եւ բասագույն կրթություն ունեցող համամասնության մեջ։ Սա Հայաստանում երկրի ասում եմ, որ ժողովուրդը դուք անկիրթ եք, դավադել աղքատ եք։ Ընդ որում աղքատ են համարվում բոլոր նրանք, ովքեր աշխատում են պետական աշխատավարձով պետական հիմնարկներում, որովհետև ոչ մի պետական հիմնարկում աշխատող պետական աշխատավարձով չի կարող ասել, որ ինքը աղքատ չի։ Չեմ ասում ծայրահեղ աղքատ։ Իսկ մենք գիտենք, որ բոլոր ինստիտուտները, դպրոցները, երաժշտական դպրոցները, հիվանդանոցները, պետական բոլոր հիմնարկները, այնտեղ ոչ մեկ անկիրթ չի, բոլորը բարձրագույն կրթություն ունեցող։ Հիմա մեկը մի քիչ լավ մասնագետ է, մի քիչ վատ մասնագետ է, բայց դա ուրիշ հարց է։ Պետության բանի մեջ, համակարգի մեջ քո լավ ու վատ մասնագետներից լինելուց, եթե դու կոռուպցիոն սխեմաների մեջ չես, դու չես կարող լինել հարուստ եւ աղքատ։ Պետությունը աշխատաբարձ տալիս է ստաբիլ։ Սա հետևողականորեն ամբողջ կրթական, մշակութային, չգիտեմ, արվեստի, գիտական բոլոր ոլորտների աշխատողներին կոչում է անգրագետ ծույլեր, անգյալներ, հետևողականորեն, պարբերաբար, որոնց աշխատավարձը նշանակում է պետությունը։ Ինքը նշանակում է ցածր աշխատավարձ, ու ասում է, դու ես մեղավոր, որ քո աշխատավարձը ցածր է, որովհետև տգետ ու ծույլ ես։ Ուղղակի նոնսենս է, որ ես անընդհատ այս մասին պետք է խոսանք, մի քիչ արդեն բանը, ես էլ եմ ինձանից սկսում հոգնել, որ սա ոնց կարելի է աջակցել։ Ինձ գրեք, էլի, կա ձեր շրջապատում մեկը, որ գրել կարդալ գիտի։ Բարոյական նորմերից գոնե 15,000 կիլոմետր հեռու չի։ Բարդ է, էլի։ Ու դեռ սրան աջակցում։ Անկեղծ ինձ նենց հետաքրքիր է, որովհետև այսօր օպոնենտիս հետ, էլի Հայկի հետ Մարտիրոսյան, ինքը վստահ է, որ շատ են, ես չեմ հավատում, որ այ ազգի մեջ դեգրադացիան այնքան աստիճան տարածված է մասսայական, որ այս ոչնչությանը, թե բարոյապես, թե մարդկային, մասնագիտական, ամեն ինչ է։ Սա այդքան մասսայական աջակցություն ունենա։ Ինձ գրեք խնդրում եմ։ Հիշում եք այն սկզբից, որ ասում էի, սրանց իշխանությունը ինչի վրա է։ Իշխանությունը ինչի վրա է հիմնված, которая тебе лично ничем не грозит. И твоим семьям она тоже ничем не грозит, эта война. Потому что все семьи за границей, с британскими паспортами, и очень хорошо себя чувствуют. И ты уже не можешь без войны
контролировать ситуацию. Для того, чтобы оставаться у власти вечно, нужен постоянный враг, нужна война. Սա Մեդինսկին է, Պուտինի ներկայացուցիչն բաների ժամանակ, բանակցությունների ժամանակ Ուկրաինայում, ասում է, որպեսզի դու ունենաս միշտ վշտական իշխանություն, այդ կարգի մարդկանց պետք է մշտական պատերազմ, մշտական թշնամի, которая тебе лично ничем не грозит, պատերազմ, որ քեզ անձամբ ոչ մի բանով չի սպառնում այդ պատերազմը, и твоим семьям она тоже ничем не грозит. ընտանիքիդ ոչ մի բանով էլի չի սպառնում այդ Это պատերազմը, война. Потому что все семьи за границей. որովհետև դրանց բոլոր ընտանիքներն ասում է արտասահմանում է, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Британскими паспортами. И очень բրիտանական ազնագրերով, хорошо себя чувствуют. И ты уже не можешь без войны контролировать ситуацию. եւ դու առանց պատերազմ չես կարող ղեկավարել իրավիճակը։ Для того, чтобы оставаться у власти вечно, Սա, տեսեք, սա հո ես չեմ ասում, սա Պուտինի ներկայացուցիչն է ասում, որ իշխանության մնալը հենց այս բանաձևն է, մշտական թշնամի, մշտական պատերազմ, բայց դու դեռ չես մասնակցում, քո ընտանիքները դեռ չեն, արտասահմանում են, ու դու այդ ձևով կարող ես պահել իշխանությունը ինչքան ուզում ես։ Այն ինչ որ անում է Ալիևը, այն ինչ որ անում է Պուտինը, այն ինչ որ անում է Նետանյահուն։ Սա պարզ բանաձև է, Ժողովուրդ ջան, այս էլ Մեդինսկին է ասում։ Ուղղակի ինքը այս բանը ինձ թվում է վաղուց ինտերվյու է։ Այն ժամանակ չգիտեր, որ սա շուր են տալու հենց Պուտինի օրինակի վրա այսօր։ Այսօր բանը հիշում եք, որ երկու օր առաջ էլ ասացին, որ Մալիից Պուտինի վագներականները մեծ կորուստներ ունենալով դուրս են եկել։ Մեծ կորուստներ են տվել, փախել են ուղղակի ինտեր։ Այնտեղ բացահայտել են համակենտրոնացման ճամբարներ, մահվան ճամբարներ, որը սարքել են հենց այդ վագներականները։ Բոլոր նրանց համար, ովքեր իրենց դուրս չեն եկել, խանգարել են իրենց բիզնեսին։ Ես այս որ կարդացի սոսկալի հոդվածը, ես հիշեցի, որ որտեղ ռուսը գնում է, այնտեղ առաջի բանը որ անում է համակենտրոնացման ճամբարի սարքելն։ Որ բոլոր օպոնենտները ինքը մի ձեր գիտի, հասկացեք։ Ինչու՞ն է տարբերվում սովետական կառավարման համակարգը, անգլոսաքսոնական կառավարման համակարգից։ Սովետական կառավարման համակարգը, չեկիստական կառավարման համակարգը զենքով ու մահակով ու համակենտրոնացման ճամբարներով։ Անգլոսաքսոնական կառավարման համակարգը կառավարման համակարգով է, այդ կառավարման համակարգով է, դա համակարգ է, մասնագիտական, բանկային, որակական, ինքն էս մի հատ համակարգ է, որ նույնիսկ Կատարի նման երկիրը փողը տալիս է այդ մասնագետներին բերում նստացնում է իրանց մոտ, ասում են դատական համակարգը սարքեք, իմ բանկային համակարգը սարքեք, կառավարման համակարգը սարքեք, նույնը արել է Դուբայը շատ ժամանակ, Էմիրատները, հա, շատ շուտ, իրանք հասկացել են, որ իրանք փող ունեն, բայց ոնց որ թե իրանց էմիրական, իրանց տրադիցիոն կառավարման մոդելը էֆեկտիվ չի, ինչ անենք, հրավիրել են այդ մասնագետներին, ասել են դարեք արեք, այս ձեր աշխատավարձը արեք։ Հիմա ինձ ասեք դուք, որն է ավելի էֆեկտիվ։ Որն է ավելի էֆեկտիվ, որ Մեհեր Գրիգորյանի նմանները ռուսականին են տպած։ Գիտեք ինչ է ռուսականին տպած։ Որովհետև մենակ այդ համակարգում է հնարավոր լինել կատարյալ անգրագետ, դավաճան, սրիկա, ստոր ու լինել հարուստ։ Մյուս կողմից գամ, եթե դու դավաճան, անգրագետ, սրիկա, ստոր չես, դու չես կարող այդ համակարգի մեջ ուղղակի զարգանալ։ Այդ համակարգը դրանցով է սնվում։ Դեռ պետք չի լինել պրոֆեսիոնալ մասնագետ։ Իհարկե մի քանի մասնագետներ պետք են, որ մի քանի ճյուղեր ենքան որ աշխատեն, ասենք էներգետիկա աշխատեն, որ տներում լույս լինի, հա։ Բայց դա չի նշանակում, որ էներգետիկան պարտադիր է էֆեկտիվ աշխատի։ Չէ, ենքան որ լույս լինի, որ ինչ-որ մի բան երևա։ Այսինքն որ տնտեսության նախարարություն լինի, որ փողը նեղուտեն, ոչ թե տնտեսությունը զարգանա, որտեղ եթե տնտեսությունը զարգացավ, մարդիկ դառնում են մի քիչ ավելի ապահովված, սկսում են ուտելուց բացի այլ բաների մասին մտածել, չէ, դա պետք չի։ Այնքան մի բան լինի թոշակ փոքրիկ ընդորում, թոշակ բան տան նպաստ, որ սովից չմեռնեն, բայց կուշտել չլինեն։ Սա է բանաձևն է։ Հասկացեք հիմա որն ավելի նախընտրելու է էֆեկտիվ։
Իսկ ծմաստեղ առանձնապես մտածելու բան չկա, բայց դա ինձ մենակ թվում էր, պարզվում է կա։ Սա Ամերիկան է։ Դա ես հիմա անունը չեմ հիշում, որ քաղաքում է, էլի այդպես միգրանտների հետ բախում է եղել։ Ոստիկանները հրաժարվել են։ Ծնկել են, մենք ձերն ենք։ Դրանք էլ ասում են շնորհակալ ենք։ Այնա, դե կանգնած են ծափ են տալի կողքի վրա։ Երկրորդ նախից Թրամփն է ուզում ձեզ բռնդի, թող է Թրամփը իր տեղը բռնդի։ Այ իր ձեռքով է թող գա բռնդի։ Մենք ոչ մեկին չենք ուզում ջարդու փշուրանենք։ Ուզում են հանցագործեք, կբռնենք, հանցագործության համար կդատենք, թոնդերից էլ աքսոր է։ Բայց եթե դու աշխատանք ունես, դեռ արդեն ընտանիք ունես, երեխա ծնվելաս տե, մենք ես ինչի ծեծելով ջարդելով անենք ստե։ Գնանք առաջ, ուզի բան կա դեր ասելու։ Սա դեմոկրատ կոնգրեսականի այսպես քաշքշելով, նայեք։ Because to me, it's the image of what's best in this country being brought to the ground. And so, Mr. President, I ask every member of this body to think about the legacy we've been charged with protecting and what we're going to do from this day forward. Սա Ադամ Շիֆն է, ես ամբողջ բանտեսանյութը չեմ ուզում ցույց տամ, ասում է, հասկանում եք դուք ինչ եք անում այս երկրի հետ։ Պրեզիդենտին է ասում, դուք հասկանում եք ինչ եք անում այս երկրի հետ դուք։ Դեմոկրատ կոնգրեսականում ծեծելով քաշելով անում են դուրս։ Հարց որի հարց չտա։ Հիմա այնտեղ տեսեք ոստիկանները ծնկել էին, ասում են ժողովրդի հետ ենք։ Ստե ամեն դեպքում մի քանի հոգի այնտեղ էլ ենի չերիներ կան երևի էլի, հատուկ պարապացած։ Դեսեն քաշելով։ Ասում դու հասկանում ես այս երկրի դու ինչ ես անում։ Սա հարյուրյակների պատմություն, դեմոկրատիայի պատմություն ունի այս երկիրը։ Դու չես կարող քաոս ստեղծել, քաոս, որ դու մնաս իշխանության, որովհետև նայեք ինչն է պատճառը։ Բոլոր ռեֆորմները տապալվել են, բոլոր խոստումները տապալվել են, ոչ մի բան չի աշխատում։ Ավիրել է ամեն ինչ, որպեսզի հետնել բանը, մասկն էլ հայտարարեց այդ մանկապիղծների քեֆերի մասնակցածներից մեկն էլ հենց ինքն է նկարներ ցույց տվեց, որպեսզի այս աղմուկը ինչ որ ձև կարողանա խլացնի, հիմա էլ հարձակվել է ժողովրդի վրա։ Սա առաջին օրն ասել եմ, չէ՞, որ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների Նիկոլն է։ Ես ամեն օր համոզվում եմ, որ ես ոչ մի գետ անգամ չեմ չափազանցել իմ գնահատականի մեջ։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների Նիկոլն է, բառի բոլոր իմաստներով եմ ասում։ Հենց նկարը նայեք։ Սա Թրամփի ներկայացուցիչն է, Քելլոգը, որը հույս ունի Ռուսաստանին բերել նորմալ ազգերի բանի մեջ միջավայր, որ սկսեն իրանք Ռուսաստանի հետ բարեկամություն անել։ Ռուսաստանը օրեկան ոտները սրբում է սրանց վրա, ասում է, ես իմ արածը պետք է անեմ, չէ, դու չգիտես, մենք ես ուզում ենք օգնենք, որ դու գաս մտնես էլի եվրոպական ընտանիք, միջազգային ընտանիք։ Ոչ սանկցիա, ոչ Ուկրաինային զիջել, ոչ մի բան սա չեն ուզում անել։ Օրեկան Պուտինը ուղարկում է սրանց գրողից ասած, օրեկան խնդրում են Պուտինին, որ չէ, մենք ես 2 շաբաթ ենք ժամանակ տալի, 3 շաբաթ ենք ժամանակ տալի։ Հիմա ասում է նորմալ ազգերի լիգա գաս, նայեք ինչ ասում է։ Խնդրում ենք, որ Ռուսաստանը գա նորմալ ազգերի լիգա։ Ես չգիտեմ ինչ կոմպրոմատ ունի Պուտինը սրանց վրա, ռուսենք չեն կարողանում։ Ուղղակի գոնե չխոսան Ռուսաստանի մասին, ոնց որ դիտավորել սեղմի ասի, ես ձեզ այդտեղ պետք է նվաստացնեմ, մերժեմ, դուք անընդհատ ինձ պետք է խնդրեք։
խնդրեք, իմ մասին խոսակ, հոգ տանեք, հա, իմ իմիջի մասին։ Անկեղծ եմ ասում, ես չեմ պատկերացնում, այս ինչ կարգի բան պետք է ունենա կամպրամանտ սրա վրա։ Եվ անկեղծ արդեն սուրբա համար երևի սանով եզրափակեմ եւ վերջում ուզում եմ այս նկարով անպայման այս երևույթով մենք հրաժեշտ տանք իրար։ Ես պատահական չի, որ սանով եմ ուզում ավարտեմ, որովհետև չմոռանանք այսօրվա ծառացած մեր խնդիրն ինչն է։ Ոչ միայն պատերազմը, որ հնարավոր է Իրանի եւ Իսրայելի մեջ զարգանա, որի հետևանքով կարող է հարձակում լինի Սյունիքի վրա, այլ գլոբալ հիմնահատակ մեզ որպես ազգ, որպես պետականություն, նույնիսկ որպես կրոնական միավոր վերացնելու խնդիր է դրած։ Ու Փաշազադեն այդ մասին պարզասում է, Փաշինյան Նիկոլը պարզասում է, բոլոր պիրծերը սա նման։ Այս է նման։ Հիշել եմ, որ դա աղջիկն է։ Հիմա ուզում ես ասում ամոթը։ Ամոթը գիտես որն է, անփառունակ մեռնել է։ Այս է ամոթ։ Ամոթը տարիների վաստակը, հեղինակությունը մի փոքր լափի դիմաց վաճառելն է։ Այ դա է ամոթ։ Հասկանում եք, սեռական այլասեռված լինելն է ամոթ, բայց դա ինձ հետաքրքիր չէ լինի, եթե դուք ձեզ մեջտեղ չգցեք ձեր քարոզությունները, որ բանը փորձեք դրանով արդարացնել Նիկոլյան այս հանցագործությունները, որ անում է երկրի նկատմամբ։ Ու պատկերացնեք 5 տարի է երկիրը տանում է կործանում, այս տականքը, սրանց ոչ մի բան չեն տեսնում։ Չեն տեսնում, բայց վերադառնանք այն քահանային։ Ես սրա մեջ եմ տեսնում մեր ապագան, անկեղծ եմ ասում։ Ես սրա մեջ եմ տեսնում, որտեղ կրոնը չի հակասում ինքնապաշտպանվելու եւ արժանապատվություն ունենալու անհրաժեշտությանը։ Այ ես ստեղ եմ տեսնում։ Իմ կրոնը, որ ես դավանում եմ, ինձ չի արգելում ինքնապաշտպանվել։ Իմ կրոնը, որի ես դավանում եմ, ինձ չի պարտադրում, որ ես ասեմ ես հոտի անդամ եմ, կամ ես քո ստրուկն եմ, իմ պատկերացած կրոնը այդպես բան չի ուզում։ Իմ պատկերացած կրոնը ինձանից պահանջում է արժանապատիվ կյանք, կեցվածք։ Խոնարհություն ինձանից չի պահանջում։ Ես այս օրն եմ ուզում, որ իմ կրոնն ու արժանապատվությունը ոնց որ Թեյլերյանն է, հա, ու ես Խաչամփուրի ինչ է ստեղ արժանապատվության վերականգնման եւ կրոնի խոնարհումի process-ն է։ Ոնց որ Վազգեն առաջինն էր համբուրել Թեյլերյանի ձեռքը։ Սա է իմ կրոնը։ Սա եմ ես պատկերացնում։ Ես ոչ թե քրիստոնեությանն եմ դեմ, ոչ թե, չգիտեմ, ես եկեղեցիներն եմ, չէ։ Սրանց մեկնաբանություններն է ինձ համար անընդունելի։ Սա է իմ համար ընդունելի ու միակ ձևը, որտեղ ես ինձ նվաստացված չեմ զգում, որպես մարդ, որովհետև ես ինքս համարում եմ ինձ Աստծո զավակ, ով է իր զավակին նվաստացնում։ Ոչ մեկ։ Ով է իր զավակին ասում հոտի անդամ։ Ոչ մեկ։ Ով է իր զավակին տանում դաժան փորձությունները։ Ոչ մեկ։ Կամ պատժում, սպառնում ότι դրախտի կրակների վեճ նվառը։ Ոչ մեկ։ Ով է այդ հիմարությունները հորինել, ես չգիտեմ։ Իմ պատկերացածը սա է։ Իմ պատկերացածը սա է, ու մենք պետքա, եթե համաձայնենք իհարկե, գանք սրան։ Գանք սրան, որ Գարեգինի նմաններն հասկանան, որ իրանք մեր մեջ տեղ չունեն։ Նիկոլներն հասկանան, որ իրանք հելնեն վերև, իջնեն ներքև, դառնան, չգիտեմ, կրակ, հուր, առյուծ մհեր, ինչ ուզում է դառնան, չեն կարող մեզ ձևափոխել, խեղափոխել, որովհետև մի կողմից կանգնած է Թեյլերյանը, հա, մի կողմից կանգնած է իր ձեռքը համբուրող հոգևորականը։ Սա սենց ազգի միացություն հնարավոր չի կոտրել ուղղակի։ Այս կարգի դավանանքով ապրող ազգին հնարավոր չի ոչ ստրկացնել, ոչ գրավել, ոչ կոտրել, ոչ սպառնալ, որովհետև հենց սենց ազգին սպառնան,
այս ազգի ներկայացուցիչ կաթողիկոսը կասի ձեր հերն է մանեցե, այս խաչը տեսնում եք, սեզ որ բռնեմ թուր ա դառնում։ Սեզ որ բռնեմ թուր ա դառնում ու դուք կյանքում չմտածեք, որ հիմա խաչ ա ձեռս, ես թուրս վայր եմ դրել, ոչ ընդամենը հակառակ կողմից եմ ես թուրը բռնել։ Ու սենց ազգի դեմ ով կգա պատերազմով։ Ոնց կարող է այս ազգի ներկայացուցիչ տղամարդիկ Շիրիմյան մեծանան կամ Նիկոլ մեծանան, չեն կարող։ Իրանք արդեն այլ օրինակներ ունեն, այլ ինքնագնահատական ունեն։ Սա ինքնագնահատականը շատ կարևոր է։ Սա եմ ուզում, ես սանով եմ ուզում հաղորդումը փակի, որովհետև ինչ որ կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մենք չենք կարող փոխենք այս թղամփը, ուր կհասցնի այս երկիրը, ոչ մեկ չգիտի, ու ամեն օրվա ռեժիմով է փոխում։ Անդե կեղտոտ Նետանյահուն ինչ անելու Ալիևի Պուտինի հետ մենք չենք կարող ասել, դրա վրա չենք կարող ազդել, բայց մենք կարող ենք ազդել մեր երկրի վրա։ Այո, պետք է իմանանք այնտեղ ինչ է կատարվում, դրանցից ոնց պաշտպանվել։ Բայց եթե մի բաներ կարող ենք փոխել, դա մեր երկիրն է։ Սա է, այս ձևին ու ֆորմատին վերադառնալու մեջ է մեր հաղթանակը։ Եթե կարողանանք վերադառնանք, բոլորին կապացուցենք, որ բոլորը սխալ են։ Մենք իրավունք ունենք այս աշխարհի վրա ապրելու ու մենք տեղ ունենք այս աշխարհի վրա ապրելու։ Ընդ որում արժանապատիվ ապրելու մասին է խոսքը։ Այսօր ումալ այսքան, լավ մնացեք։